Վստահ եմ բոլորս մեր շրջապատում ունենք ընկեր, ով խոյ է, ու ես հասկացա խի են խոյերը սկսում հորոսկոպը։ Եթե իրանք չլինեին առաջինը, այն աստրոլոգը, որ այս ամեն ինչը հորինել է, իրանք գտնելու են ու պուբլիշտի վառեին։ Խոյերի համբերության մասին լսած կաք։ Չեք կարող լսած անեք, որտեվ գոյություն չունի, իրանք չունեն համբերություն։ Իրանք լավ ընկերներ են, խոսք չկա։ Եթե վրեդ կերտ կամ մի բան նկատեն, կասեն, որ հանգած խայտարակ չնես, բայց ինքը նենց է ասելու, որ սաղ աշխարհը լսի, որ քեզ տենց բան ասել։ Խոյը երկու բան է սիրում այս կյանքում։ Առաջինը մառոժն է։ Օրինակ Ռանկենզիի նոր նայերի պաղպաղակից բացի ուրիշ պաղպաղակ պրիզնատ չի գալիս։ Որտեվ նայերին Հայաստան միակ պաղպաղակն է, որը պատրաստված է յոգուրտից, մրգերից եւ հատապտուղներից ու շարունակում է իր մեջ չիայի սերմեր։ Որ բանը որ շատ է սիրում, դա հրամաններ տալ բոլորին։ Դուք ընկնեք անմարդաբանակ կղզի ու ձեր հետ լինի խոյ, իմացեք, որ դուք ստրկանալ։ Ակշտո առաջին հերթին խոյին եք ուտում։ Խոյի հետ շփվելը այդ նույնն է, ոնց որ բոմբ վնասազերծ ես։ Եթե ճիշտ լարից քաշես, սա իդեալական է լինելու։ Բայց եթե միամիտ սխալ լարից քաշեցի, օժը ու պայսի դաժե չեմ ուզում պատկաստեմ քեզ ինչա սպասվելու։ Աղջիկ խոյերի մասին շատ բան չեմ կարող ասեմ, բայց ասում են, որ բոլոր ամազոն կեքը խոյ են եղել։